վրա տվեցի քաշ քշելով հանը գցել են դուրս ելնելու։ Ոչ էլ ասել են դուրս եկեք, ես դուրս չեմ եկել։ Երկուշաբթի 40-ամյա Էդգար Այվազյանը շտապում էր պապի հուղարկավորությանը, երբ մայրաքաղաքի կենտրոնում հայտնվել է երկարատև խցանման մեջ, կողքի վարորդների պես զայրացել ու ազդանշան տվել։ Համացանցում հայտնված տեսանյութում երևում է, թե ինչպես են մայթի մոտ գտնվող մի քանի ոստիկան երկխոսության մեջ մտնում քիչ հեռվում կանգնած մեքենայի վարորդի հետ, հորդորում կանգնել, հետո մոտենում նրան, դուռը բացում, գցում գետնին ու քարշ տալիս ավտոմեքենայի հետ նամազ, ձեռնաշղթաներ անցկացնում։ Հայհոյանք ընդհանրապես չի եղել, ուղղակի շտապում էի ես, թաղման էի գնում, սիգնալ է եղել, հա, դե մենակ ես չէ, ամեն մեկը իր պրոբլեմը ունի, բոլորն էլ շտապում են, կես ժամ այնտեղ կանգնած ենք մնացել, մինչև անցնում էին, բան էին անում, կորտեջեր։ Գերմանիայի նախագահի պաշտոնական այցի առիթով փակված փողոցում հայտնված վարորդը պնդում է, որ իր մեքենային մոտեցած ոստիկանները ոչ ներկայացել են, ոչ ասել, թե ինչ են ուզում իրենից կամ ինչից են դժգոհ ու առանց որևէ բացատրության մի քանի հոգով իրեն տապալել են գետնին։ Հերքում է, որ հայհոյել է։ Մինչդեռ ներքին գործերի նախարարության միակ բացատրությունն այն է, որ վարորդը հայհոյել է, թե ում չեն ասում։ Այվազյանն ասաց, որ ոստիկանության բաժնում կես ժամ են իրեն պահել ու հետո ազատ արձակել։ Վարորդներին իրավական աջակցություն ցուցաբերող վարորդի ընկերության ներկայացուցիչ Տիգրան Քեյանի գնահատմամբ այս դեպքում համաչափ ուժ չի կիրառվել։ Տեսանք, որ այնտեղ համաչափ ուժի կիրառման ինչ-որ բան չկա, որտեղ այդ վարորդը ոչ զինված էր, ոչ գիտեմ ինչ-որ այլ ինչ-որ միջոցներ էր կիրառում, որ տենց հարձակվեցին այդ մարդու վրա։ Իկանությունը արդեն ոչ թե տեքստով հրապարակի եղելություն է, այլ ձայնագրությունների միջոցով եղելություն է հրապարակի, որտեղ իրանց մոտ բոլորի զինված են տեսանկարով սարքերով եւ կարող են այդ ձայնագրությունները հրապարակեն եւ արդեն կտեսնենք վարորդը իրականում հայհոյել է, թե մի փոքր ձայնի բարձրացնելով կամ չգիտեմ այլ արտահայտություններով է խոսել ոստիկանների հետ։ Իսկ այս իրավիճակում ինչպես պետք է վարվեին ոստիկանները։ Պետք է հրամայեն այդ մարդը դուրս գալ մեքենայի, ձեռքերը դնել մեքենայի վրա, մեջքով դեպի ոստիկանին կանգնել, հետո մոտիկանային սիրուն ցալեն, չընթարկվելու համար նույն ձևի չունեմ այդ զենքի պահելու միջոցով հրամայեն, որ ինքը դուրս գար մեքենայից, հա։ Այդքանից հետո նոր, եթե այդ մարդը տենային անհամաչափ կամ չգիտեմ բան, նոր կիրառեն իրանց ուժը, այսինքն իրանք ստիպելով իրան հանեին դուրս, ստիպելով պարկստեն այդքանից հետո, բայց մեր մոտ տեսնում ենք, մի անգամ գալ դուրը բացվում, թևից բռնում շփոթում դուրս։ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն էլ է պնդում, իրավապահ կառույցը նախ պարտավոր է ապացույց ներկայացնել, որ վարորդը հայհոյել է, միայն ոստիկանների խոսքը դեռ հիմք չէ։ Նախարարությունից չեն մեկնաբանում, թե ինչու չեն հրապարակում ապացույցները։ Այստեղ նաև կարևոր է, որ եթե պետությունը չի կարողանում ապացուցել դա, ապա այդ արարքը տեղի չի ունեցել առհասարակ։ Ոստիկանը դրա համար է ոստիկան, որ ինքը չպետք է տրվի սադրանքի, պետք է մնա իր բարձունքում, լիազորությունները առաքինությամբ պետք է իրականացնի իր լիազորությունները։ Թաթոյանի խոսքով միանգամից քաղաքացուն տապալել գետնին, ձեռնաշղթաներ անցկացնել արգելված է։ Ոստիկանությունն այդ հատուկ միջոցին պետք է դիմի բացառիկ դեպքերում, իսկ տեղի ունեցածը բացառիկ չէ։ Ձեռնաշղթան հատուկ միջոց է, որը կիրառվում է, ընդհանուր կանոնը հետևյալն է. եթե այլ միջոցները բավարար չեն այդ նպատակին հասնելու համար, եւ դրա համար էլ ինքը կոչվում է բացառիկ միջոց, նույնիսկ ֆիզիկական ուժն է կոչվում բացառիկ միջոց։ Եթե այլ մի եղանակներով, հիմա եթե հնարավոր է օրինակ մարդու խոսքով կարգի հրավիրել, ասենք թե չէ, խնդրել, որպեսզի այլևս չանի։ Եթե անգամ քաղաքացին հայհոյել է կամ այլ վատ արարք է թույլ տվել, դա չի նշանակում, որ ոստիկաններն էլ պետք է հարձակվեին նրա վրա։ Ուժային կառույցի ներկայացուցիչները պետք է համաչափ գործեն։ Հակառակ դեպքում նրանց արարքը հեղինակազրկում է օրենքով աշխատող ոստիկաններին, նկատում է նախկին օմբուդսմենը։ Այդ տպավորությունն է, որ 4 հոգով եկել են մարդ ծեծելու եւ տպավորությունն նաև եկել են պատժելու այդ մարդը։ Տեղել ամեն ինչը պետք է լինի համաչափ, անհրաժեշտ կոնկրետ իրավիճակում մարդու ոչ պատշաճ վարքագիծը կանխելու համար, իրավախախտման շարունակությունը կանխելու համար, փախուստը կանխելու համար։ Հիմա երբ ուսումնասիրում ենք այս ամենը, տեսնում եք սրա հիմքերը չկան առհասարակ։ Էդգար Այվազյանն Ազատությանը փոխանցեց, որ ոստիկանությունում իրեն որևէ փաստաթուղթ չեն տվել։ Այնիշ մարդու իրավունքների նախկին պաշտպանն ասում է, ոստիկանությունը Այվազյանին զրկել է ազատությունից ու պարտավոր էր արձանագրություն կազմել, մեկ օրինակն էլ նրան տրամադրել։ Կազմել են արդյոք քաղաքացուն ձերբակալելու արձանագրություն, ներքին գործերի նախարարությունից չեն մեկնաբանում։ Եթե չկա որևէ իրավախախտում, որևէ բան չի կազմել, ինչ է ստացվում։ Ապացուցվում է իմ ասածը, որ վրեժխնդրության շարժառիթը պատժել են ուղղակի մարդուն առանց որևէ իրավախախտման հիմքերի։ Սա անթույլատրելի է։ Գլխավոր դատախազությունից փոխանցեցին, այս միջադեպի փաստով քրեական վարույթ նախաձեռնված չէ։